Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ողջունում ենք ձեզ, եթերում Փակ TV հեռուստաընկերության օրախնդիր հարց նախագիծն է, օրախնդիր հարց ծրագիրն է։ Խնդրում ենք այն մեր ունկնդիրներին, ովքեր դեռ չեն հասցրել բաժանորդագրվել Փակ TV հեռուստաալիքին, սեղմել զանգակոճակը եւ բաժանորդագրվել Փակ TV հեռուստաալիքին, դիտել մեր հետաքրքիր եւ բովանդակալից հաղորդումները։ Բարեկամներ, այսօր ես ուզում եմ խոսել հայ-ռուսական հարաբերությունների մասին եւ բնականաբար որոշակի հարցեր եւ շեշտադրումներ ուղղել ձեզ եւ այն շահագրգիռ շրջանակներին, ովքեր, այսպես ասած, առնչվում են հայ-ռուսական փոխհարաբերություններին եւ քաղաքական եւ հասարակական այն շրջանակներին, որովհետեւ վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունները բավականին հակասական եւ իրարամերժ մեկնաբանությունների տեղիք են տալիս։ Բոլոր դեպքերում մեր ֆորմատը այնպիսի ֆորմատ է, այնպիսի ձևաչափ է, որը ենթադրում է որոշակի համառոտություն, որոշակի հակիրճություն, դրա համար փորձենք այսպես ասած հակիրճ համառոտ ընդհանրացումներով հասկանալ հայ-ռուսական հարաբերությունների անցյալը, ներկան եւ մոտավորապես որոշակի կանխատեսումներ անենք ապագայի վերաբերյալ։ Ուրեմն մի փոքր պատմական ակնարկ անենք ձեզ հետ միասին, սիրելի բարեկամներ, ինչից սկսեցին ձևավորվել հայ-ռուսական փոխհարաբերությունները։ Բնականաբար մինչև 18-րդ դար, մինչև Հայաստանի, Արևելյան Հայաստանի պատմական միացումը Ռուսաստանին, հայ քաղաքական միտքը, հոգևոր եւ ազգային խավերը փորձում էին հայ ժողովրդի համար փրկության եզրեր որոնել, որովհետեւ երկու բռնակալ կայսրությունների ճիրաններում հայտնված Հայաստանը, Հայաստանի պատմական տարածքը եւ այդ պատմական տարածքում գտնվող հայ էթնոսը, հայ ազգաբնակչությունը չէր կարողանում միայնակ ուժերով ազատագրվել այդ երկու բռնակալ կայսրությունների ճիրաններից եւ նորից վերականգնել հայկական անկախ ինքնիշխան պետականությունը։ Եվ դրա համար նա փորձում էր, այսպես ասած, արտերկրում, արտաքին դաշտում աջակիցներ եւ հովանավորներ որոնել հայկական հարցի լուծման համար, Հայաստանի պետականության վերականգնման համար։ Եվ բնականաբար միանգամից չի եղել ընդհանրապես հայ ժողովրդի այսպես կոչված ռուսական կողմնորոշումը, ես կողմնորոշում բառից մի տեսակ խուսափում եմ, որովհետև կողմնորոշում ասածը տարաբնույթ հակասական եւ բացասական մեկնաբանությունների տեղիք է տալիս։ Դրա համար ասենք ճիշտ արտաքին քաղաքականությունը, ճիշտ արտաքին արևելումը գուցե։ Եվ ես գտնում եմ ընդհանրապես, որ հայ ժողովուրդը պետք է ունենա մեկ եւ միասնական կողմնորոշում, դա հայկական կողմնորոշումն է, հայակենտրոն, հայաստանակենտրոն կողմնորոշումներ է։ Իհարկե դա չի բացառում որոշակի, այսպես ասած, արտաքին հարաբերությունների ճիշտ արտաքին դիրքավորումների դիվանագիտության հաստատումը, ճիշտ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը տարբեր աշխարհքաղաքական բևեռների, տարբեր պետությունների, տերությունների հետ, բխեցնելով այդ ամենը մեր ազգային պետական շահերից, մեր այս ներկա Հայաստանի կամ ինչպես ոմանք են ասում իրական Հայաստանի իրական շահերից։ Ուրեմն մինչև 18-րդ դարը մեր ազգային քաղաքական միտքը որոշակի դեգերումների մեջ էր, նա փորձում էր արտաքին աշխարհում դաշնակիցներ որոնել լայն իմաստով հայ ժողովրդի ազատագրության համար։ Եվ միանգամից, այսպես ասած, ռուսական գահին չդիմեց, այլ եվրոպական տարբեր ատյաններում փորձելով փնտրել, որոնել հայկական հարցի լուծման համար հարմար տարբերակներ եւ չգտնելով այդ տարբերակները, ցավոք սրտի, վերջի վերջո սկսեց բանակցել, այսպես ասած, ռուսական բևեռի հետ։ Եվ այս առումով շրջադարձային են համարում մեր պատմագրության մեջ Իսրայել օրու հայտնի գործունեությունը։ Եվ միանգամից իհարկե Իսրայել օրու հայտնի գործունեությունը ես չեմ ուզում մանրամասների մեջ, ինչպես մենք արդեն ձեզ հետ միասին որոշել ենք խորանալ, որովհետև դա շատ ժամանակ կխլի մեզանից, ես ուզում եմ ընդհանրական գծերով ներկայացնեմ այս հարաբերությունների, հայ-ռուսական հարաբերությունների
բունեությունը կամ բունեության մասին իմ մեկնաբանությունները եւ որոշակի հարցումներ ուղղել եւ նաեւ հրավիրել որոշակի բանավեճերի այս կարևորագույն հարցի շուրջ, հայ-ռուսական հարաբերությունների շուրջ։ Եվ վերջի վերջո բանն ավարտվեց նրանով, որ 18-րդ դարում 1827 թվականի Երևանի Բերդի ազատագրումով Արևելյան Հայաստանը միացվեց ռուսական կայսրությանը։ Ինչ պատմական դեր ու նշանակություն ունեցավ Արևելյան Հայաստանի այսպես կոչված միացումը ռուսական կայսրությանը։ Իմ կարծիքով կարող են ինձ հետ շատերը չհամաձայնվել, շեշտակի դրական նշանակություն ունեցավ, նախ Արևելյան Հայաստանը հետս հետ է ռուսական կայսրության գործունեության շնորհիվ, դա միանշանակ է, սկսվեց որոշակի իմաստով բնակեցվել զուտ հայկական էթնոսով, իսկ դա հետագայում, ինչպես ցույց կտար հետագան, հիմք հանդիսացավ այս տարածքում, ներկայիս տարածքում, որտեղ մենք ապրում ենք, բնակվում ենք, հայկական պետականության ստեղծման համար։ Հարց, ինչու Պարսկաստանի ենթակայության, այսպես ժամանակակից Պարսկաստանի Իրանի ենթակայության տակ գտնվող պատմական հայկական տարածքներում կամ ժամանակակից Թուրքիայի, թուրքական պետության վերահսկողության տակ գտնվող պատմական հայկական տարածքներում մեզ այդպես էլ չհաջողվեց եւ մինչ օրս էլ չի հաջողվում ունենալ անկախ հայկական պետականություն։ Իսկ այն ժամանակ ռուսական կայսրության տակ ենթակայության տակ անցած մեր պատմական տարածքներում ի վերջո մենք կարողացանք ունենալ եւ մինչ օրս էլ ունենք եւ Աստվածը ունենալու ենք այս պետականությունը թեկուզ եւ սահմանափակ տարածքային հնարավորություններով եւ սահմանափակ ռեսուրսներով ուրեմն սա չի խոսում ինչ որ բանի մասին սա չի խոսում որ բոլոր դեպքերում հայ-ռուսական ճիշտ հարաբերությունների հետևանքով մենք կարողացանք ունենալ գոնե այն, ինչը որ ունենք ներկայումս եւ ինչը որ պիտի պահպանենք աչքի լույսի պես։ Իհարկե բարդ եւ միանշանակ չի եղել, բարդ է եղել եւ միանշանակ ընթացք չեն ունեցել հայ-ռուսական փոխհարաբերությունները։ Եղել են տեղատվությունների եւ մակընթացությունների ժամանակներ, եղել են այդ հարաբերությունների սրման եւ այդ հարաբերությունների բարելավման ժամանակահատվածներ ամեն դեպքում պետք է որոշակի քննող հայացք նետել այդ հարաբերությունների վրա եւ փորձելով հասկանալ այդ հարաբերությունների ներկան եւ կանխորոշել այդ հարաբերությունների ապագան Ես այս առումով կարող եմ հիշատակել առաջին հայկական պետականության, այսպես ասած, երկար դարերի, այսպես ընդմիջումից հետո 1918 թվականի 20-րդ դարի սկզբներին մայիսյան հերոսամարտերի շնորհիվ սկիզբ առած առաջի հանրապետության ծնունդը, որը դարձյալ ծնունդն էր այն իրողության, որ ժամանակին Հայաստանը գտնվում էր այսպես կոչված, շատերի համար գուցե ռուսական գաղութարար պետության, շատերի համար, այսպես ասած, համեմատական կարգով դրական նշանակություն ունեցող ռուսական կայսրության տիրապետության ներքո եւ վերջի վերջո այդ ռուսական տիրապետության ներքո գտնվող պատմական Հայաստանի տարածքներում ձևավորվեց առաջին հայկական պետականությունը ինչ էր տեղի ունեցել մինչ այդ ոչ վաղ անցյալում տեղի էր ունեցել մեր ժողովրդի համար ամենաողբերգական իրողություններից մեկը 1915 թվականի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող պատմական Հայաստանի տարածքներում իսկ ռուսական կայսրության վերահսկողության տակ գտնվող պատմական հայկական տարածքներում մենք բարեբախտաբար չենք ենթարկվել ցեղասպանության իհարկե եղել են անարդարություններ եղել են էջեր որոնք գուցե պետք է չլինեին բայց որ ժամանակահատվածում որ պատմական ժամանակահատվածում է հայ ժողովուրդը ունեցել այսպես ասամ իդեալական իրավիճակ երբ որ զրկված է եղել պետականությունից երբ որ նրա հնարավորությունները թույլ չեն տվել ունենալ ազատ ինքնիշխան պետականություն ամեն դեպքում ռուսական տիրապետության տակ գտնվող տարածքում ներքո գտնվող տարածքում մենք կարողացանք շտկել մեր մեջքը որոշակի հայկական ազգաբնակչության աճ ապահովել չենթարկվել
ազգային դաժան կեղեքումների, այն ինչին ենթարկվում էինք Օսմանյան կայսրության տարածքում, այն ինչին ենթարկվել ենք ժամանակին պարսկական կայսրության տարածքում եւ կարողացանք հետս հետե պահպանելով նաեւ մեր հայկական ազգային ինքնությունը ձևավորել առաջին հանրապետությունը։ Առաջին հանրապետությանը հաջորդեց երկրորդ հանրապետությունը, այսինքն Հայաստանի խորհրդայնացումը, հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետության ծնունդը, որը տրամաբանական շարունակությունն էր եւ այսպես ասած ձևափոխված շարունակությունն էր առաջի պետականության։ Ամեն դեպքում պետականությանը հաջորդեց նոր պետականություն։ Շատերը ժխտում են, ասում են, որ դա ազատ ինքնիշխան պետականություն չէր։ Այս հարցում նույնպես կարելի է վիճել, ես կարծում եմ բավականին լայն հնարավորություններ ունեցող պետականություններ եւ այդ ժամանակահատվածում հայ ժողովուրդը չմոռանանք ապրեց ազգային, տնտեսական, հոգևոր, մշակութային բացառիկ վերելք, բացառիկ վերածնունդ եւ զարգացում ունեցավ ազգաբնակչության շեշտակի աճ, կառուցեց հզոր, արդյունաբերական, գիտաարդյունաբերական, մշակութային, քաղաքակրթական բարձր, ինտելեկտուալ բարձր մակարդակ ունեցող մի հասարակություն։ Միթե դա կարելի է ժխտել այն իմաստով, որ մենք պարզապես գտնվում էինք ռուսական գաղութարար կայսրության ներքո։ Ես կարծում եմ, որ ոչ, թող ինձ հետ չհամաձայնվողները գան մեր տաղավար եւ վիճաբանեն ինձ հետ։ Ես կունենամ իմ տեսակետը, իրենք էլ թող պնդեն իրենց տեսակետը։ Որովհետեւ ինչպես արդեն ասեցի, մեր հաղորդաշարի նպատակն է տեսակետների պայքար, տեսակետների մրցակցություն առաջարկել։ Ուրեմն երկրորդ հանրապետության օրոք մենք ապրեցինք բացառիկ ազգային վերածնունդ, բացառիկ ազգային վերելք։ Երկրորդ հանրապետության ավարտը կարելի է համարել 20-րդ դարի 90-ական թվականները, երբ որ Խորհրդային Միության հայտնի փլուզումից հետո հանգամանքների բերումով ձևավորվեց այդ տարածքում Նախկին Խորհրդային Միության տարածքում անկախ պետությունների համագործակցություն կոչված, այսպես ասած, պետությունների նախկին խորհրդային հանրապետությունների համագործակցությունը, Հայաստանը, ինչպես նաև այլ պետություններ, նախկին խորհրդային միության այլ պետություններ, ստացան պետական, այսպես ասած, պաշտոնական անկախություն, դարձան ՄԱԿ-ի անդամ, մինչ այդ իհարկե այդ իրողությունները չկային, ինչպես նաև Հայաստանը, դա այսպես ասած ինչ-որ միտեղ պայքարի շնորհիվ էր, ինչ-որ միտեղ բնականon ընթացք էր, որովհետև եթե փլուզվում էր այդ միասնական պետությունը, որտեղ հանրապետությունները եւ այլ ինքնավարություններ ազգային ունեին որոշակի իրավունքներ, բայց այսպես ասած կենտրոնաձիգ կառավարման ներքո էին, սա նույնպես խնդրահարույց հարց է, որի շուրջ նույնպես կարելի է վիճել ճիշտ էր դա, թե ճիշտ չէր դա, ես հիմա չեմ ուզում այս պահին շատ անդրադառնալ այս իրողությանը, ես հիմա ուզում եմ խոսել հայ-ռուսական հարաբերությունների նշանակության մասին, որովհետև Խորհրդային Միության, այսպես ասած, ցեմենտող ուժը, կենտրոնաձիգ ուժը դարձյալ ուզենք թե չուզենք ռուսական գործոններ եւ նաեւ իմ կարծիքով զարգացումը ապահովող այդ երկրորդ հանրապետության գոյատևման ընթացքում զարգացումը ապահովող գործոնը դարձյալ ռուսական գործոնն էր եւ իմ կարծիքով շնորհիվ ռուսական գործոնի, շնորհիվ ռուսական ներդրումների, այսպես ասած, Ռուսաստանի օժանդակող ներկայության հայ ժողովուրդը եւ ներկայիս Հայաստանը հասան բացառիկ նվաճումների։ Այդ նվաճումների մասին ես արդեն խոսեցի ձեզ հետ։ Ամեն դեպքում մենք երկրորդ հանրապետության էջը, ինչպես ասեցի, թևակողեցինք եւ 1991 թվականին անկախության հանրաքվեով հռչակեցինք եւ սկզբնավորեցինք նոր Հայաստանի երրորդ հանրապետության, ինչպես պաշտոնական պատմագրության մեջ է դա ընդունված, երրորդ հանրապետության էջը, որը ուղեկցվեց Արցախի համար մղվող ազգային ազատագրական պայքարով, հաղթական պայքարով եւ բարեբախտաբար առաջի Արցախյան պատերազմի ընթացքում հայ ժողովուրդը ունեցավ մեծագույն
նվաճումներ, ռազմական նվաճումներ, բայց սոցիալ-տնտեսական իրավիճակը ներկայիս Հայաստանի վատթարացավ հանգամանքների բերումով, դե փլուզվում է մի ամբողջ գերտերություն, եւ փլուզվել էր այդ գերտերությունը եւ դրա ծանր տնտեսական հետևանքները չէր կարող չկրել նաեւ հայ ժողովուրդը ի թիվս այլ բոլոր ժողովուրդների։ Եվ այս ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները որոշակի իմաստով վատթարացան։ Բայց պետք է միշտ հիշենք, որ ռուսական գործոնը մեզ համար եղել է, իմ կարծիքով, եղել է գոյապահպանական անվտանգային գործող։ Հիմա կասեմ, կարող են դարձյալ շատերը չհամաձայնվել իմ տեսակետի հետ, խնդիր չկա, պատրաստ եմ բանավիճել եւ նորից եմ ասում, պատրաստ եմ հրավիրել մեր տաղավար Ազատ բանավեճի համար։ Բայց բոլոր դեպքերում երրորդ հանրապետության մասին մի փոքր խոսենք, երրորդ հանրապետության սկզբնական շրջանում որոշակի վայրիվերումների ընթացք ունեցան հայ-ռուսական հարաբերությունները, որոշակի հակառուսական տրամադրություններ ստեղծվեցին, որոնք իհարկե իմ կարծիքով վտանգավոր էին, որովհետև այդ տրամադրությունների շիկացումը կարող էր շատ վատ հետևանքներ ունենալ հայ ժողովրդի համար։ Բայց բարեբախտաբար ի պատիվ այն ժամանակվա մեր ազգային պետական ընտրանու այդ հարաբերությունները մտան հետագայում մի կարճ ժամանակ անց կարգավորման ընթացք եւ մի շատ զգալի չափով դարձյալ իմ կարծիքով առաջի Արցախյան պատերազմում մեր բոլոր ռազմաքաղաքական հաջողությունները հնարավոր դարձան նաեւ հայ-ռուսական նորմալ, ես կասեի, բարի դրացիական հարաբերությունների շնորհիվ, այսինքն մեր դիվանագիտական միտքը ճիշտ եւ նպատակասլաց էր աշխատում եւ դրա շնորհիվ ձեռք բերվեցին այդ հաջողությունները թե ռազմական իմաստով, թե քաղաքական իմաստով։ Եվ բոլոր դեպքերում ունեցանք ազատագրված Արցախ, ճիշտ է չճանաչված, ունեցանք խաղաղության մի որոշակի ժամանակահատված, ճիշտ է հիմա կասեին սահմաններում ժամանակ առ ժամանակ կրակում էին, ժամանակ առ ժամանակ զոհեր էին ունենում, այո, բայց այդ ամենով հանդերձ մենք ունեցանք ռազմաքաղաքական հաջողություններ, որոշակի նվաճումներ, իհարկե տնտեսական վիճակը հեռու էր շատ լավ լինելուց, բայց ամեն դեպքում հայ ժողովուրդը նաև հիշատակենք այն հանգամանքը, որ առաջի Արցախյան պատերազմի ընթացքում 1992 թվականին երբ կար ուղղակի թուրքական ագրեսիայի վտանգ Հայաստանի Հանրապետության դեմ, որովհետև Թուրքիան տեսնելով ադրբեջանական գործոնը, Ադրբեջանի, այսպես ասած, պահը եւ Ադրբեջանի կողմից ռազմական անհաջողությունները, նա կարծես թե մեսիջներ էր ուղարկում, որ հնարավոր է ճակատ բացի ընդդեմ Հայաստանի եւ ի պաշտպանություն Ադրբեջանի, բայց որը դարձյալ կանխվեց այն ժամանակվա Հայաստանի ռազմաքաղաքական ընտրանու կողմից շնորհիվ ճիշտ դիվանագիտության եւ ես կասեի շնորհիվ 102-րդ ռուսական զորակայանի հիմնադրումի Հայաստանում, որը նույնպես կարևոր անվտանգային դեր խաղաց Հայաստանի հետագա հաջողությունների համար եւ Հայաստանի անվտանգության համար, հայ ժողովրդի անվտանգության համար։ Թող դարձյալ ոմանք ինձ հետ չհամաձայնվեն, պատրաստ են բանավիճել նաեւ այս հարցում։ Եվ մինչեւ օրս էլ 102-րդ ռուսական ռազմակայանը Հայաստանի համար հանդիսանում է կարևորագույն անվտանգային գործոն։ Սիրելի բարեկամներ, բա ինչ այլ ընտրանքային անվտանգային գործոններ ունենք այսօր, այսպես կոչված հավաքական արևմուտքը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Եվրամիությունը մեզ այդպիսի այլընտրանքային հստակ անվտանգային երաշխիքներ տվել են, թե ոչ, չեն տվել, սիրելի բարեկամներ։ Իսկ եթե չեն տվել, ինչու հրաժարվենք եղած անվտանգային երաշխիքներից եւ հնարավորություններից։ Հարցերի հարցը ուղղում եմ այն բոլոր ուժերին իմ այս հարցը, որոնք այսօր պահանջում են նույնիսկ շատ խիստ տոնայնությամբ, որ 102-րդ ռազմակայանը պիտի օր առաջ, ժամ առաջ հեռացվի Հայաստանից։ Ինչի համար, իսկ ինչ հետևանքներ դա կունենա։ Իմ կարծիքով դա կունենա ողբերգական հետևանքներ, որովհետև Թուրքիային եւ Ադրբեջանին այլևս ոչ մի բան չի խանգարի պարզապես նոր ագրեսիա սկսել Հայաստանի Հանրապետության դեմ։ Եվ բնականաբար այդ ագրեսիայի ճանապարհը կբացվի ռուսական գործոնի, ռուսական անվտանգային դաշնակցային գործոնի իսպառ հեռացումը Հայաստանից։
2018-ի իշխանափոխության հետևանքով ինչպես հետագայում պարզվեց, որոշակի դարձյալ վայրիվերումներ ունեցան հայ-ռուսական հարաբերությունները։ Եվ այսօր արդեն հայտնի են դառնում, որ 2000 նախ վերցնենք Արցախյան հարցի կարգավորումը 2019 թվականին, որպես Արցախյան հարցի կարգավորման մասին դարձյալ չեմ ուզում այսպես երկար խոսել, որովհետև սա մի առանձին թեմա է, որի դարձյալ կարող ենք անդրադառնալ մեր հետագա թողարկումներից մեկում, բայց փորձենք Արցախյան կարգավորումը Արցախյան կարգավորման մասին խոսել նաև հայ-ռուսական հարաբերությունների պրիզմայում։ 2019 թվականին Մինսկի հայտնի խումբը, որտեղ ներկայացված էին 3 մեծ տերություններ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, որը պատվիրակված էր կարգավորելու Արցախյան հիմնահարցը, բարդ հիմնահարցը, հերթական կարգավորման փաթեթներ ուղղել Հայաստանի կառավարությանն ու Ադրբեջանի կառավարությանը, որի, այսպես ասած, գոյության մասին մենք իմանում ենք միայն վերջերս։ Սա հարցերի հարցն է, որը կարող է հետագայում շատ լուրջ բանավեճերի, ներքաղաքական գոնե բանավեճերի տեղիք տալ, որովհետև արդեն ոմանք ասում են, որ եթե այդ հայտնի Լավրովյան պլանի տրամաբանությամբ մենք առաջնորդվեինք, այսինքն ինչպես հետագան ցույց տվեց, չհեռանայինք նաև ռուսական, մի զգալի չափով ռուսական հարթակից, Մինսկի խմբի կարգավորման հարթակից, մենք չէինք ունենա 44-օրյա մեզ համար շատ ողբերգական աղետալի պատերազմը եւ չէինք ունենա այն ողբերգական իրողություններն, ինչ ունենք հիմա Արցախի հուսանավոր ժամանակավոր կորուստ եւ մեր ներկայիս Հայաստանի տարածքների մի զգալի չափի կորուստ։ Այսինքն դա ոմանք, ես էլ, թույլ տամ ինձ ասեն, պատճառաբանում ենք նաև հայ-ռուսական հարաբերությունների որոշակի վատթարացման եւ սառեցման հետևանքով եւ մեղմ ասած ոչ ճիշտ արտաքին դիվանագիտության պատճառով։ Եվ բնականաբար 2019 թվականի այդ փաթեթի ըստ էության չհրապարակումը, այդ փաթեթի շրջանակներում Արցախյան կարգավորմանը չգնալը, Արցախյան հիմնահարցի կարգավորմանը չգնալը բերեց եւ հանգեցրեց 2020 թվականի սեպտեմբերյան այդ ողբերգական պատերազմին, որտեղ ցավոք սրտի հայկական կողմը հաջողություն չունեցավ։ Ցավոք սրտի այդ պատերազմում հայկական կողմը ունեցավ անհաջողություններ։ Եվ նաև հիշենք այն փաստը, որի մասին դարձյալ խոսվում է, որ նույն 44-օրյա պատերազմի ընթացքում ռուսական կողմը մի քանի անգամ հայկական կողմին առաջարկել է պատերազմի դադարեցում որոշակի պայմաններով, իսկ հայկական կողմը չի համաձայնվել եւ դրա հետևանքով նրա դիրքերը այդ պատերազմում դարձել են շատ ավելի վատ։ Բայց վերջի վերջո կնքվեց նոյեմբերի 9-ի 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, որտեղ թեկուզ եւ Արցախի այն ժամանակվա ազատագրված Արցախի մի որոշակի տարածքի կորստով ամեն դեպքում կար հայկական Արցախ, Արցախյան ըստ էության դե ֆակտո, դե յուրե չճանաչված, բայց դե ֆակտո գոյություն ունեցող պետականություն, որի անվտանգային երաշխավորը ուզենք թե չուզենք, մեր հակառուսական շրջանակները ուզեն թե չուզեն, դարձյալ հանդիսանում էր Ռուսաստանը։ Ռուսաստանի խաղաղապահ ներկայությունն էր հանդիսանում։ Բայց բոլոր դեպքերում դա դարձյալ լուծում չեղավ, որովհետև մի կարճ ժամանակ անց մեր հայկական դիվանագիտությունը, հայկական կողմը որոշակի իմաստով հեռացավ կարգավորման այդ ռուսական հարթակներից եւ ինչպես նաեւ ռուսական շրջանակը ներկայացնող հայտնի գործիչներից մեկը վերջերս հստակ ասեց, որ դուք հեռանալով ռուսական հարթակներից, հեռանալով մեր, այսպես ասած, դիվանագիտական կարգավորման դիվանագիտական հարթակներից փորձեցիք արևմտական դիվանագիտական հարթակներում որոնել Արցախյան հիմնահարցի լուծումը։ Դա բնականաբար ենթադրեց հայ-ռուսական հարաբերությունների սառեցում, վատացում եւ բնականաբար ենթադրեց Ռուսաստանի որոշակի իմաստով սառը վերաբերմունք հայկական կողմի հանդեպ։ Ցավոք սրտի
2023 թվականին Արցախի այն հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքը վերջնականապես, հուսամ որ ժամանակավոր, բայց վերջնականապես անցավ Ադրբեջանի վերահսկողության ներքո, հայ-ռուսական հարաբերությունները մեղմ ասած ավելի վատ թարացան այդ ամենի հետևանքով։ Դրանից առաջ տեղի էր ունեցել 2022 թվականի հայտնի Պրագայի համաձայնությունը, որտեղ Հայաստանը պաշտոնապես ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Արցախով ներառյալ, եւ դա որոշակի դիվանագիտական լեգիտիմ հիմք տվեց Ադրբեջանի ագրեսիվ ալիևյան ֆաշիստական ռեժիմին, որպեսզի նա, ինչպես ասում են, թևերը կշտած ձեռնամուխ լինի Արցախի հարցի այսպես կոչված իրենց համար հիմնավոր լուծմանը, իրենց ադրբեջանանպաստ լուծմանը։ Հիմա հարց եմ տալիս ձեզ։ Հարաբերությունների վատ թարացումը մեր որոշակի լրատվամիջոցներում դեռ մինչև օրս շիկացող հակառուսական տրամադրությունները, հակառուսական հռետորաբանությունը, ռուսական դիվանագիտական շրջանակներից կարգավորման արցախյան հարցի շրջանակներից իսպառ հեռացումը, դրան հաջորդած այս տարի հայ-ամերիկյան փաստաթղթի ստորագրումը, հաշվի առնելով Արևմուտք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, մեղմ ասած եւ Ռուսաստան ոչ հեշտ եւ սկսի թշնամական դերևս հարաբերությունները, Եվրոմիությանն անդամակցող այդ օրինագծի այդ ընդունումը մեր խորհրդարանի կողմից, որը նույնպես ռուսական շրջանակների կողմից կարող էր ընկալվել որպես հակառուսական քայլ, ինչպես կարող էին նպաստել հայ-ռուսական հարաբերությունների բարելավմանը եւ Ռուսաստանի հայանպաստ դիրքորոշմանն իսպառ։ Ինչպես կարող էր այդ ամենից հետո Ռուսաստանը ունենալ Հայաստանի հանդեպ շատ բարվոք դիրքորոշում, երբ մենք մեր արտաքին հարաբերությունները փորձում ենք կառուցել արտաքին դիվանագիտության բոլորովին այլ շրջանակներում, բայց տեղ-տեղ ժամանակ առ ժամանակ պետք է ճշմարտությունը չուրանալու համար ասենք, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը փորձում է հավատացնել, որ մենք վարում ենք բալանսավորված քաղաքականություն եւ Ռուսաստանի հետ ամենևին էլ նպատակ չունենք խզել կամ վերջնականապես խզել մեր փոխհարաբերությունները եւ չունենալ դրական հարաբերություն։ Այս առումով ուշագրավ է Նիկոլ Փաշինյանի կողմից ասած, որ այն միտքը, որ ճիշտ է հայ-ռուսական հարաբերությունները այսօր ենթարկում են որոշակի տրանսֆորմացիայի, բայց դրանից հետո կդառնան ավելի բարվոք, ավելի լավը։ Չգիտեմ, տեսնենք։ Ես գոնե նման իրողություն այս պահին չեմ տեսնում, բայց ամեն դեպքում հանուն այդ կարևորագույն մեր ազգային կենսական շահերից բխող այդ կարևորագույն հարաբերությունները չվատթարացնելու ի վնաս մեր ազգային շահերի չվատթարացնելու համար ես պատրաստ եմ անգամ օգնել ցանկացած ուժի, հիմա թող ինձ քարկոծեն դրա համար, որ այդ հարաբերությունները չվատթարանան, որովհետև այդ հարաբերությունները մեզ համար ունեն այսօր, պնդում եմ, կենսական անվտանգային նշանակություն, որովհետև մենք, նորից եմ ասում, չունենք այլ անվտանգային առաջարկներ, գոնե չեն ստացվում, ինչքան էլ որ որոշակի քաղաքական շրջանակներ, իշխանական շրջանակներ փորձում են բարեդրացիական հարաբերություններ հաստատել այսպես կոչված արևմտական բևեռի հետ, բայց այդ անվտանգային երաշխիքները չկան։ Ոչ այդ անվտանգային երաշխիքները կան հայտնի հայ-ամերիկյան փաստաթղթում, ոչ էլ բոլորովին վերջերս ստորագրված օգոստոսի 8-ի հայտնի փաստաթղթում Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, որտեղ դարձյալ մենք չենք ստացել որոշակի անվտանգային փաստաթուղթ եւ ընդհակառակը խոսվում է արդեն Միչանսկի Ադրբեջանի կողմից Միչանսկ ունենալու մասին, արտապատվիրակված Միչանսկ ունենալու մասին, որը դարձյալ որի քննարկման շուրջ դարձյալ իրարամերժ կարծիքներ ու տեսակետներ կան, բայց դա թողնենք իհարկե ժամանակին եւ ես այստեղ ամեն դեպքում բավականին լուրջ վտանգներ եմ տեսնում մեր ազգային անվտանգության համար։ Ռուսաստանը դեմ չի, ըստ էության, որքան ես եմ փորձել հասկանալ, Ռուսաստանը դեմ չի, որ Հայաստանը նորմալ բարիդրացիական հարաբերություններ ունենա, նույնիսկ իր հանդեպ ոչ
բարի դրացիորեն տրամադրված աշխարհքաղաքական բևեռների ու պետությունների հետ։ Ռուսաստանը դեմ կլինի միայն նրան, որ ինչպես Ուկրաինան, բերենք այդ կարևորագույն օրինակները, Վրաստանը ժամանակին դառնան պարզապես հակառուսաստան։ Ռուսաստանը դեմ կլինի, որ այդ երկրների, մասնավորապես այդ երկրների օրինակով Հայաստանը դառնա հակառուսաստան եւ Հայաստանը իսպառ իր տարածքից հանի ռուսական գործոնը, ռուսական անվտանգային գործոնը եւ նաեւ ռուսական տնտեսական գործոնը, որովհետեւ այսօր բավականին խելամիտ եւ պատրաստված տնտեսական գործիչներ խոսում են Եվրասիական տնտեսական միության օգուտների մասին Հայաստանում, որ այդ տնտեսական միությունից դուրս գալու հետևանքով եւ Եվրամիության հետ, այսպես ասած, դեռ ոչ առարկայական, այսպես ասած, տնտեսական հարաբերություններ հաստատելու պայմաններում պարզապես կարելի ասել վիրտուալ մեր տնտեսությունը ուղղակի կփլուզվի, որովհետեւ մենք ունենք հսկայական կապակցումներ, ես չեմ ուզում ասել կախվածություններ, փոխկապակցումներ Եվրասիական տնտեսական միության տարածքի առավելապես Ռուսաստանի հետ կարող ենք թվեր բերել, կարող ենք մատնանշումներ անել, իսկ Եվրոմիությանն անդամագրվելու այս ճանապարհը, որ Նիկոլ Փաշինյանը վերջին անգամ ասել, դե մի 20 տարի հետո գուցե Եվրոմիության անդամ դառնանք, դա դեռևս ոչինչ չասող իրողություն է, որովհետև Եվրոմիության անդամակցելու, եվրոպական, այսպես ասած, տնտեսական միության ինտեգրվելու համար մեզ պետք է հսկայական ճանապարհ եւ այդ ճանապարհը եւ դեռ շատ կասկածելի է Հայաստանին կընդունեն թե ոչ, ես կարծում եմ, որ մեր կարիքը նրանք չունեն շատ ու շատ տնտեսական իրական գործոններ հաշվի առնելու պայմաններում, հանգամանքներում եւ մենք թողնենք հրաժարվենք եղածից եւ չունենալով հստակ հակառակ բևեռում տեղավորվելու երաշխիք, ես կարծում եմ սա ճանապարհ է ինքնաոչնչացման, ինքնահրկիզման։ Կան կոպենհագենյան, այսպես ասած, սկզբունքները Եվրոմիության, այսպես ասած, տնտեսական կառույցներում ինտեգրվելու, որոնք պետք է ունենան հսկայական դիվերսիֆիկացիոն հնարավորություններ եւ վերջերս մի զրույցի ժամանակ հայտնի տնտեսական գործիչներից մեկն ասաց, որ մենք հարցում ենք ուղղել, հնարավոր է շատ արագ կերպով Հայաստանի տնտեսությունը ենթարկել շատ ավելի արևմտական դիվերսիֆիկացիա եւ այսօր մինչ առ այսօր Հայաստանի կառավարության այդ հայտնի տնտեսական գործչին հայտնի դեմքին պատասխան չի տվել, այսինքն եթե պատասխան չի տվել, ես կարող եմ ենթադրել, որ այդպիսի ռեալ եւ հապշտապ իրական հնարավորություններ դեռ չկան, իսկ իրականը թողած ինչու ընկնել անիրականի հետևից, եթե դրա հետևանքով մենք միայն ու միայն սիրելի բարեկամներ պետք է տուժենք, միայն ու միայն պիտի քանդենք եղածը, չունենալով նորը։ Սա է մեր բարդ այսօրվա իրողությունը։ Սա է մեր այսօրվա ծանր իրողությունը։ Եվ բնականաբար այստեղ չի կարելի անտեսել այն հանգամանքը, որ հայ-ռուսական հարաբերությունները երկար ժամանակահատված մեզ համար ունեցել են նաև հոգևոր մշակութային նշանակություն, բարոյական նաև նշանակություն, մենք ունենք հսկայական նաև ազգաբանական նշանակություն, մենք ունենք ըստ օդում կախված որոշակի, չեմ ուզում այսպես հստակ թվեր հրատարակել, բայց մոտավոր տվյալներով 4-ից 4.5 միլիոն հայ ազգաբնակչություն ներկայիս Ռուսաստանի Դաշնության տարածքում, որոնք աշխատում են, ապրում են իրենց կեցությունը, ապահովում են իրենց կեցությունը, իրենց գոյատևման հնարավորությունները եւ նաև օգտակար են լինում իրենց հարազատներին, իրենց հայրենակիցներին տարբեր գումարային եւ այլ ներհոսքի միջոցով։ Հիմա պատկերացրեք մի պարզ հանգամանք, սիրելի բարեկամներ, այդ հարաբերությունները խզվեցին եւ անցան խզման կարմիր գծերը եւ Ռուսաստանի գործող իշխանությունները որոշեցին, որ այնտեղի հայ ազգաբնակչությանը կոպիտ օրինակով եմ ասում, արտաքսել իրենց տարածքից, մենք ինչ հետևանքներ ենք ունենալու, մենք ունենալու ենք ողբերգական հետևանքներ, այսօր նույնիսկ մեր այստեղի ազգաբնակչության շատ ու շատ ներկայացուցիչներ չեն կարողանում իրենց գոյատևման հնարավորություններն ապահովել, ելուր մնաց, որ միլիոնավոր ներհոսք մենք ընդունենք ներկայիս Հայաստանի տարածք,
ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածք, ինչով ենք մենք նրանց ապահովելու, աշխատանքով, հնարավորություններով, ինչով ենք ապահովում, որտեղ են այդ երաշխիքները։ Ուրեմն սա նույնպես շատ կարևոր խնդիր է։ Սա նույնպես շատ կարևոր խնդիր է, որի շուրջ այսօր պետք է մտածել եւ անպատասխանատու, վտանգաշատ, վտանգող հայտարարություններ անելուց առաջ մենք պիտի շատ լավ մտածենք այս ամենի մասին։ Եվ մի բանի մասին եմ ուզում խոսել, որ ժամանակին շատ են թմկահարում այսպես կոչված հակառուսական արևմտամետ շրջանակները։ Ժամանակին մենք փող էինք տվել, Ռուսաստանին զենք գնելու այդ զինամատակարարումները չեն եղել։ Այո, ես չեմ խորացել այդ իրողությունների, լիակատար կերպով չեմ ուսումնասիրել, բայց ինձ հասած տեղեկություններով ինչքան որ կարողացել եմ ուսումնասիրել, դա ուղեկցվել են այդ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման այդ ժամանակներն են եղել, այո, այդպիսին, եւ Ռուսաստանը շուտով դրանից հետո մտել է շատ մի արյունալի պատերազմի մեջ, ռուս-ուկրաինական այդ պատերազմի մեջ, եւ բայց բոլոր դեպքերում ռուսական կողմից էլ ասում են, որ որոշակի չափով այսպես կոմպենսացվել են այդ բանը եւ մինչեւ հիմա եւ վերջերս նաեւ մեր պաշտոնատար անձանցից մեկը ասեց, որ զինամատակարարումները շարունակվում են։ Այսինքն սա նույնպես օգտագործվեց ինչ որ հակառուսական տրամադրություններ առաջացնելու։ Բա լավ, եթե մենք ժխտում ենք այդ ամեն ինչը, եթե այսպես պախարակում ենք Ռուսաստանից, բա որտեղից ենք հսկայական զինամատակարարումներ հիմա ստանում եւ ստացել։ Եվ եթե այդքան հսկայական զինամատակարարումներ ենք ստացել, ժամանակակից զինտեխնիկա ենք ստացել, ինչու է մեր այսօրվա հայ քաղաքական վերնախավը այսքան այսպես խեղճացած ադրբեջանական գործոնի առջև։ Արդյոք հզոր զինուժ ունեցող երկրի ղեկավարությունը այդպիսի, այսպես ասած, մի տեսակ ցավով եմ սա ասում, վախվորած կեցված կունենար Ադրբեջանի հանդեպ։ Այո, եղել են որոշակի զինամատակարարումներ։ Ռուսաստանն էլ դրան դեմ չի եղել, հապկում գտնվելու ժամանակահատվածում էլ դեմ չի եղել Ռուսաստանը, որ մենք ստանանք այդ զինամատակարարումները։ Բայց նաև դա էլ է քաղաքական։ Դա էլ է քաղաքական գործոն եւ մենք պիտի հասկանանք մի բանը պախարակելուց առաջ, մի բևեռին պախարակելուց առաջ, տվյալ դեպքում ռուսական բևեռին պախարակելուց առաջ մենք պիտի հասկանանք, այո, գուցե այնտեղ էլ կան հակառուսական եւ կան ներողություն հակահայկական շրջանակներ, իհարկե կան։ Իհարկե գուցե 44-օրյա պատերազմի ընթացքում կարող էր Ռուսաստանը շատ, սա էլ նույնպես խնդրահարույց հարց է, նաև վիճաբանության ու տարբեր վերլուծությունների տեղիք տվող հարց, ավելի հայանպաստ դիրքավորում ունենալ, բայց մենք արդյոք մեր գործը, մեր տնային աշխատանքը կատարել էինք, մեր կողմից, այսպես ասած, բավարար ուղերձներ, մեսիջներ էինք ուղարկել ռուսական կողմին, որպեսզի նրանք էլ այդ մեսիջներին պատասխանեն։ Ես կասեի ցավոք սրտի ոչ, ընդհակառակը այդ հարաբերությունները ցավոք սրտի գնացին դեպի սառեցում, դեպի վատացում եւ դրա համար էլ բնականաբար ռուսական գործոնը մեր ժամանակի այդ իրողությունների վերջի շրջանի մեր այդ ողբերգական իրողությունների մեջ չեղավ այնպիսին, որ գուցե շատերս գուցե կարող էինք սպասել, հաշվի առնելով պայմանագրերը եւ այլն։ Սրանք իրողություններ են, որոնց շուրջ մենք պիտի մտածենք։ Սրանք պահեր են, որոնց շուրջ մենք պիտի կարողանանք վերլուծել, հասկանալ եւ դատողություններ։ Խնդիրը նորից եմ ասում։ Հիմա թող շատերը ինձ որակեն որպես ռուսաստանամետ, որպես ինչպես նաեւ կոպիտ բառեր են օգտագործում ռուսաստրուկ, ռուսաստանաստրուկ, խնդիր չկա, թող որակեն։ Խնդիր չկա։ Ես պատրաստ եմ պաշտպանել իմ տեսակետները։ Եթե այսօր ես գտնում եմ, որ պիտի հայ-ռուսական հարաբերությունները ջերմանան, սերտանան, հայ-ռուսական հարաբերությունները չպիտի վատանան, ես սա գտնում եմ ելնելով իմ երկրի ազգային պետական շահերից, իմ ժողովրդի գոյա պահպանական շահերից, որովհետև մենք թուրք-ադրբեջանական այսպես կոչված արյունո տանդեմի դեմ ավելի հուսալի գործոն չունեն, քան ռուսական գործոնն է, նաև իրանական գործոնը։ Եվ հաշվի առնելով, որ այս երկու պետությունները, այսպես ասած, ցավոք սրտի խնդրահարույց հարաբերություններ ունեն արևմտական բևեռի հետ, նույնպես մենք պիտի հաշվի առնենք այս հանգամանքը, իսկ արևմտական բևեռի հովանավորության ներքո են գտնվում մի շատ զգալի չափով
առավելապես Թուրքիան, հետո նաև Ադրբեջանը, մենք պիտի սրանից անենք որոշակի հետևություններ, որոշակի դասեր պիտի քաղենք եւ հանուն մեր ազգային ու պետական շահերի երբեք չվատթարացնենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ նաեւ Իրանի հետ, որոնք նորից եմ ասում, կարևոր գոյապահպանական նշանակություն ունեն մեր ժողովրդի, մեր գոյապահպանության համար։ Սիրելի բարեկամներ, այս հարցի շուրջ ես բանավեճի եմ հրավիրում այն բոլոր հարգելի իմ օպոնենտներին, իմ ընդդիմախոսներին, որոնք կարող են ունենալ տարաբնույթ կարծիքներ, կարող են նաև իմ կարծիքի հետ չհամակերպող, իմ կարծիքը մերժող կարծիքներ ունենալ, խնդիր չկա, ես պատրաստ եմ հրավիրել նրանց այս տաղավար բանավեճի համար կամ նաև մեր բանավեճային արենա հաղորդաշար։ Այսօր այսքանը, կհանդիպենք, ես կրկին դիմում եմ մեր այն սիրելի ունկնդիրներին, ովքեր դեռ չեն հասցրել բաժանորդագրվել Փակ TV հեռուստաալիքին, դիմում եմ նրանց, որպեսզի նրանք սեղմեն զանգակոճակը, բաժանորդագրվեն Փակ TV հեռուստաալիքին եւ դիտեն մեր հետաքրքիր եւ բովանդակալից հաղորդումները։ Շնորհակալություն, կհանդիպենք։